Տիկին դատախազ, Հովիկ Աղազարյանի նկատմամբ, երբ որ քրեական հետապնդման հարցով դուք միջնորդագիր եք ներկայացրել ԱԺ, իմ տված հարցին չպատասխանեցիք, հիմնավորելով, թե իմ հարցը միջնորդագրին չի վերաբերվում։ Եվ այսօր էլ մի քանի հարցերի այդպես չպատասխանեցիք, ասելով, թե վարույթները պաշտպանված են գաղտնիության ռեժիմով եւ դուք որպես իրավաբան վստահաբար գիտեք, թե ինչ է նշանակում գաղտնիության ռեժիմի խախտումը։ Հիմա կրկնում եմ հարցս։ Ինչպես է Հովիկ Աղազարյանի քրեական գործով անցնող ապացուցողական հիմք հանդիսացող հեռախոսը հայտնվել ուրիշ մարդկանց ձեռքում, այդ թվում նաև վարչապետի։ Հովիկ Աղազարյանի հեռախոսային հաղորդակցությունների բովանդակությունը նրա դեմ օգտագործելը, դրա մասին հարազատներին տեղեկացնելու սպառնալիքը, բոլորին հանրությանը ներկայացնելը սպառնալիք չէ արդյոք պաշտոնատար անձի նկատմամբ եւ դա գաղտնիության ռեժիմի խախտում է թե ոչ։ Նախաքննական գաղտնիքի խախտման հարցով վարույթ բացվել է թե ոչ։ Ինչու չի բացվել, եթե չի բացվել եւ ում ուղակի միջամտությամբ։ Դրանում ինչ մասնակցություն ունի։ Տիկին Հասմիկ Հակոբյան, զբաղեցրեք ձեր տեղը կամ դուրս եկեք։ Շարունակեք։ Հարցերս կրկնեմ Տիկին Վարդապետյան, թե չխանգարեց, լսեցի։ Նախաքննական գաղտնիքի խախտման հարցով վարույթ բացվել է թե ոչ, ինչու չի բացվել, ում ուղակի միջամտությամբ։ Դրանում կաններ չենք տալիս վարույթի շրջանակներում կամ փաստ ենք արձանագրում կամ ոչ։ Ձեր հարցին հստակ պատասխան վարույթ չկա։ Արձագանք։ Այսինքն դուք որպես իրավաբան, երբ պնդում եք, որ գիտեք, հասկանում եք գաղտնիքի, նախաքննական գաղտնիքի նշանակությունն ու իմաստը եւ չեք ուզում բացահայտել, նման գաղտնիքի բացահայտման համար գտնում եք, որ նորմալ է, երբ որ վարույթ չի բացվում։ Շատ լավ, գնահատական ձեր կողմից, իսկ ձեր դատախազի աշխատանքին։ Հիմա հաջորդ հարցս։ Իմ գործընկերոջ Արման Ղազարյանի հարցին, որը վերաբերվում էր ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին, այս դուք փաստորեն դատախազությունը միջնորդագիր եք ներկայացրել եւ նրան զրկելու ազատությունից զրկելու միջնորդագիր եք ներկայացրել եւ այս ամենը այն պարագայում, երբ հիմքեր չեք ունեցել քրեական գործ հարուցելու համար, սակայն ապօրինի ոչ միայն քրեական վարույթ եք նախաձեռնել, այլև մեղադրանք ներկայացրել ու այժմ անձը գտնվում է կալանքի տակ։ Եվ դուք հիմա պատասխանում ասում եք գործը դատարանի տիրույթում է։ Փաստորեն, ուզում եմ ճշտել, դուք իրավունք ունեիք շորտման հատկանիշներով գործ հարուցել, երբ որ հիմքեր չկան, դատարանը հղվում է դատախազության միջնորդության վրա, դատախազը մեղադրում է քննիչի անգործությունը, քննիչը հղվում է անում ոստիկանությանը եւ այս գործը այսպես անորոշ ցիկլի նման անընդհատ պտտվում է, որովհետեւ հիմքեր չկան, բայց փաստը այն է, որ այդ մարդը մինչեւ օրս գտնվում է անազատության մեջ։ Տիկին Գյուրեղյան, մեր դիրքորոշումը ներկայացված է մեղադրական եզրակացության մեջ, ես հստակ ասացի եւ որևէ մեկի վրա, ոնց որ դուք եք ասում, որոշ մի բան չենք գցում։ Ներկայացրել ենք մեղադրական եզրակացության մեջ մեր դիրքորոշումը, եթե պաշտպանական կողմը որևէ միջնորդություն ունի, զրկված չէ քրեադատավարական ընթացակարգով դա ներկայացնել։ Մնացած ձեր պնդումներին ես չեմ անդրադառնա, դուք իրավասու եք կարծիք ունենալ ու հայտարարություններ անել։ Մենք գործ ունենք փաստերի ու վարույթների հետ։ Արծվիկ Մինասյանը դահլիճում չէ, Արփինե Դավոյանը դահլիճում չէ, Հովիկ